Բարեկեյսոր սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք ձեզ զգում այս նախատոնական օրերին, քանի որ տոները մոտենում են եւ հաշված օրեր են մնացել 2026 թվականի գալուն, ապա նորից շնորհավորում եմ բոլորիդ, լավ դիմավորենք, ուրախ սրտով դիմավորենք, առողջ լինենք եւ բարձր տրամադրությունով դիմավորենք, բայց մի քիչ էլ մեզ խնայենք սիրելի հետևորդներ ջան, շատ վազքի հետևից չընկնենք, եկեք հա, միշտ էլ հատկապես հայ ազգը սիրում է ջոխություն, եկեք ամենքս մեր չափով, մեր կարողության չափով դիմավորենք, կարևորը աշխարհը խաղաղ լինի, մենք էլ առողջ ու երջանիկ լինենք, մեր ընտանիքների հետ միասին սիրելի հետևորդներ ջան, մի քիչ հետո գործի եմ գնալու եւ ուզեցի իմ այս ոսկե ժամանակը ձեզ հետ անցկացնել, ձեզ նվիրել իմ ժամանակը եւ հիմա քանի որ րոպեները թանկ է այս օրերին հատկապես բոլորիս համար, ես համոզրոցեմ, եկեք մի հատ էլ կոֆե եփենք, հա, այստեղ կաթ եմ վերցրել, կաթ միացնեմ առաջին հերթին եփվելու համար, գնալով կաթը քիչանում է, պահանջարկը շատանում է, բայց ամեն դեպքում մեզ էլ է բաժին հասնում, կովեր պահողները շատ ապրեն, շատ են չարչարվում, երբ բոլորիս էլ կաթը հասցնում են անարատ, քամված, մաքուր, յուղալի ու անարատ, ուզեցի, որ անպայման եռացնել նոր գնալ գործի, քանի որ էլի շատ գործեր ունեմ, աշխատանքից հետո կարևոր տեղեր ունեմ գնալու, տեսնենք, հարմար լինի ձեզ էլ ինձ հետ կդարեմ, քրչում ակաթի այսպես որ լցնում եմ, կաթիլները և հանդարտվեց, այսպես, 2 լիտր կաթ է, սիրել հետևորդներ ջան, համ շունիկների համար, համ էլ դե տան համար, ինչ որ միտեղ պետք կգա, այսպես, այս կողմի անցնեմ, կոֆեն էլ տնենք եռալով, դուք էլ ձերը դրեք սիրելիներս և միացեք այս իմ կոֆեի ժամին, գիտեք որ ջուրը միշտ առանձին բաժակով եմ լցնում և չեմ սիրում, որ իմ կոֆեի բաժակը անգամ մեկ կաթիլ ջուր է պարունակում, համը փոխում է սիրելիներս, համենայն դեպս իմ համար։ Լիքը գդալով, թանձր կոֆեյով, եթե քիչ ենք լցնում, մի տեսակ ջրի համ է զգացվում, բայց չափից շատ լցնել նույնպես պետք չէ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, դուք այստեղ տեսնում եք փոքրիկ նվեր ունեմ, որը երեկ եմ ստացել ծնվել պատիից եւ ձնանուշից։ Հիշում եք, որ ասում էի պիտի գնամ երեկույթի, բայց ամեն դեպքում չեմ խոստացել, որ պիտի այդ կադրերով ձեզ միանամ եւ սիրելի հետևորդներ ջան, կորպորատիվ երեկույթ էր, դե գիտեք աշխատավայրում միշտ տարեվերջին կորպորատիվներ են լինում եւ այդպիսի դեպքերում նկարահանումները մի քիչ այն չէր լինի, դե գիտեք, որ ես հմտացել եմ այս գործում, կարող էի գեղեցիկ պահերը ֆիքսել, առանց իմ կոլեկտիվի սիրելիներին ցուցադրելու, նախապես ասեմ, որ անչափ, անսահման հիացած եմ, լավ տպավորություններով եկել եմ տուն։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, հա, ասեմ, որ կարող էի ձմեռպապ և ձյունանուշին առանձին նկարել, ձյունանուշը սիրուն հագնված, գեղեցկուհի, ձմեռպապը մորուքո, գլխարկով շատ ճաշակով ձմեռպապ ու ձյունանուշ էր մեզ հյուր եկել, հետո կարող էի առանձին այդ մեր կոկտեյլ սեղանը նկարել, սիրելի հետևորդներ ջան, հիմա ասում եմ, ես էլ իրենց պիտի խնդրեի, որ փոքր կադրերով ես էլ ունենամ իմ համար, որպեսզի այդ կադրերով ձեզ միանամ, բայց համենայն դեպս սիրելի հետևորդներ ջան, հարգելով բոլորիս որոշումը այդ մեր կոլեկտիվի,
Ոչ մի կողմնակի նկարահանումներ չի եղել ու մի լավ տեղը տեղին հավեսով ուրախացել ենք։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, նվերս բացեմ զրուցեմ, ժամանակը թանկ է, այստեղ այդ կարի մեքենան թողեցի տոներից հետո, չգիտեմ, եթե այս օրերին էլ ինչ-որ մի բանը ստացվի, բերել եմ էլի էստեղ, իմ այրոքրիվը բարձրացրել եմ վրա, էստեղ հաց էի գնել, մեր գյուղի փռից է, փախլավա հացն է, 3 ոնց գնել է, այդպես էլ մնում է։ Դե ոչինչ կչորացնեմ, հետո մի համով բան կսարքեմ։ Այսպես հաց էլի իր տեղում ու նվերս բացեմ։ Մեր պապի և Ձինանուշի տված նվերը, կոֆեին հետևեմ, որ չթափվի աչքիս առաջ, և այստեղ ջրջրացնեմ։ Գեղեցիկ փաթեթավորում, բացում եմ, ոյ, անկեղծ սիրելիներս, շատ ուրախ եմ, որ այդպիսի կորպորատիվ երեկույթի մասնակցեցի, իմ համար դա առաջին անգամ էր, որ կոլեկտիվով այդպիսի կարելի ասել պաշտոնապես երեկույթի եմ մասնակցել և տպավորություններս անսահման շատ են։ Այստեղ սալյուտներ փոքր, հուչիկ, համողություններ եմ այստեղ տեսնում, այստեղ ինչ է, տեսնենք, ամեն դեպքում այս պահին դեռևս չեմ հասկանում սա ինչ է, միգուցե դուք ինձ օգնեք, թե սա ինչ է, հիմա կարծում եմ կպչուկներ են, քաղցեր, էլի քաղցր, 2 շոկոլադ, այստեղ հիշեցի իմ ամենափոքր տարիքը, երբ որ դպրոցական էինք ու ձմեռպապն ու Ձինանուշը հյուր էին գալի և կարելի ասել ճիշտ էսպիսի նվերներ էինք ստանում։ Մանդարին, ուրա, ապից մեր պապն ու Ձինանուշը։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, քանի որ այս սալյուտները կարող ենք չէ մի հատ փոքր ուրախանանք այս պահին, բացեմ, օգիս պղպջակներ ահանում, ահա, եկավ, ասում եմ չէ, աչքի դեմը չթափենք հանկարծ, կոֆեն պատրաստ է, կոֆեից հանգիստ ենք հիմա և այստեղ տեսնենք այս բաժակով եմ ուզում խմել, իմ սիրելի բաժակով, թշտշալ է, ավելի աչ է հավեսի բերում, այս բուրմունքը, շատ ու շամի ենք տուն եկել, սիրելի հետևորդներ ջան, եթե հիշում եք, ասել եմ, որ դա մեր գյուղում չի կայանալու և գնացել ենք, որտեղ որ գլխավոր Թումո կենտրոնն է գտնվում, համենայն դեպս մեր տարածաշրջանում, դեպի նոյեմբերյան սիրելիներս, հիմա իմ կոֆեի բաժակը այս կողմ և եկեք մի փոքր ուրախանանք, մի քիչ մանկանանք այս պահին, չմոռանալով նաև կաթի մասին։ Երկու հատ։ Ճիշտ է, սա գիշերով ավելի լավ լինում, երբ որ սենյակը մութ է լինում, հա, բայց այսպես էլ կնկատվի կարծում եմ, և երկուսը միասին այո, շնորհավոր գալիք նոր տարի, սիրելի հետևորդներ ջան, թող որ գալիք նոր տարին բոլորիս խաղաղություն բերի, երջանկությունն ու լիքը սեր բերի բոլորիս, նոր տարի, ուրա, ահա սիրելի հետևորդներ ջան, այս պահիներ մի լավ ուրախացանք, հետարքիր րոպեներ ապրեցինք միասին, ես էլ ձեր մոտ լավ հուշեր արթնացրին իմ այս փոքրիկ
տոպրակով, որը ստացած մեր պապից և ձյունանուշից, սիրելի հետևորդներ ջան, այստեղ գազանջոտ է, ահա, և սիրելի հետևորդներ ջան, հենց որ կաթը կեռավ, արդեն ես կգնամ աշխատանքի, լիքը շատ կարևոր գործեր ունեմ, և իհարկե բոլորս ունենք այս օրերին, բոլորս շատ ենք զբաղված, գնումներ պիտի կատարեմ նաև, սիրելի հետևորդներ ջան, և այստեղ ուզում եմ բոլորիդ մի հատ լավ խորհուրդ տալ, եթե խորհուրդս կվերցնեք, եկեք այս նոր տարին չվերածենք մրցույթի, սիրելի հետևորդներ ջան, պարտքեր չկուտակենք, ամենակարևորը, անենք այնպես դասավորենք, որ հետո հետ չդառնանք ու սկսենք պարտքերի մասին անհանգստանալ, հա, ամեն դեպքում գիտենք, որ բոլորս էլ, գիտենք, որ նոր տարին մեր առջևում է լինում, ամեն տարվա վերջում նորն է գալիս, և ամեն դեպքում խելացի մարդիկ մի քիչ պահոց են ունենում, հա, այս օրերի համար, և ամենքս եկեք մեր չափով սեղան բացենք, գնումներ կատարենք, սիրելիներս, և երբեք չվազենք ամենաշատի հետևից, ամենաթանկի հետևից, ավելի համեստ լինելով, ավելի լավ կզգանք մեզ և ամբողջ ողջ տարվա ընթացքում արդեն հանգիստ կապրենք, սիրելի հետևորդներ ջան, կարևորը հարուստ ու ճոխ սեղանները չեն, կարևորը մեր աշխարհի խաղաղությունն է, մեր երջանկությունն է, մեր առողջությունն է, սիրելի հետևորդներ ջան։ Նաև վերջին տարիներին գիտեք, որ շատ լիքը բաներ է փոխվել մեր աշխարհում, նաև դա է մեզ ստիպում, որ այսպես մտածենք, սիրելի հետևորդներ ջան, սովետական միության տարիներին երբեք այսպես չենք արտահայտվում ոչ մեկս, եկեք ասենք, որ այդպես է, հիմա այս զրույցով շատ չեմ ուզում խորանալ, և հիմա իմ կոֆեն կվայելեմ, այստեղ կաթը կեփվի ու կշտապեմ իմ գործին։ Սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից եկել եմ տուն, հետո էլի կարևոր գործերով դուրս էի եկել, ամեն բան իմ սրտով է ընթանում, հիմա էլ հյուր եմ գնում, սա մեր տուշպամարկետն է, սիրելի հետևորդներ ջան, սա մեր զբոսայգին, ողողված տնական լույսերի մեջ, այո, եղանակը հրաշալի, արևը նոր է մայր մտել, այսօր այդքան էլ ցուրտ չէր, և տնական տրամադրությունը ահա այսպիսին է մեր գյուղում, Շնորհ գյուղում, իմ ծննդավայրում, ահա սիրելի հետևորդներ ջան, այս մյուս կողմով էլ ճանապարհ կա, գնում և միանում է գլխավոր ճանապարհին, իսկ հիմա վայելենք այս գեղեցկությունը, այո, հրաշալի։ Խոստացել էի, չէ, որ պիտի ցույց տամ, և այսօր այդ օրն է։ Տրամադրությունը տոնական է ամեն նուր, ամեն մի անկյունում, այո, բարև ձեզ։ Մոտենանք գլխավոր եղևնուն, գլխավոր տոնածառին, որ սուքվել զարդարվել է։ Հրաշալի, մեր մշակույթի տունն է այնտեղ, սիրելի հետևորդներ ջան, Հրեղենձին է 26 թվականը վերում, այո, սա իմ Թումո կենտրոնը, որտեղ աշխատում եմ, և շուրջ բոլոր, այո, գործերս ավարտեցի և որոշեցի հյուր գնալ, կարևոր առիթ ունենք նշելու, սիրելի հետևորդներ ջան, այդ մասին դեռևս չեմ բարձրացնում և շուտով կիմանաք, սպասեք լավ լուրերի, սա մեր Շնորհ սուպերմարկետը, այո, և կմիանամ արդեն իմ տնից, բոլորիս բարի դիտում, սիրելի հետևորդներ ջան, ահա, այս կողմից ցույց տամ մեր զբոսայգին, այստեղ փոքր երեխաների համար է, այս սիրուն անկյունը գալիս և խաղում են տաք օրերին, հրաշալի, ամենուր լույսերով ողողված է, իմ Շնորհս, շարունակեմ ճանապարհս, եկա տուն հասան, սիրելի հետևորդներ ջան, և լիքը բարով եմ եկել,
չանց կգիտեք վերանորոգման մեջ է։ Այստեղ է գտնվում վարպետի սեղանը, մանդարինների վազան դրան, մշտապես, դե հետո վերցնում եմ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, իմ լիքն ու բարովը, կարևոր գործերից մեկը միս գնելն է։ Այսպես, ոյ, հիմա չեմ բացի, առայժմ էստեղ, սա երկու ու քանի որ ինձ օգնել են մինչև տուն հասնել, քանի որ այսքան ծանր, ես չէի կարող որ ոտքով բերեմ, ահա, սա է բարձրացնեմ, ոյ, հոզի միս եմ գնել, սիրելի հետևորդներ ջան, և շատ եմ գնել։ Ինչպես սիրում ենք ասել, մեր մոտ խոզի կիսան եմ գնել։ Սիրոջկան տանը չէ, չի կարա վնասի, այս պահին, չգիտեմ, ոնց եղավ չի նկատել ինձ ու չի եկել։ Երևի որ սիա գնացել, դե շունիկներս էլ քնած են։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ես մի հատ վերնաշորս հանեմ և միանամ ձեզ։ Ցելոֆան եմ բերել, որ այստեղ պիտի գործ անեմ, միսը պետք է հանեմ տոպրակներից, իսկ մանդարինների վազան կողմ։ Քանի որ վարպետի սեղանի վրա եմ ուզում գործս անել, սիրելի հետևորդներ ջան, չտարա խոհանոց, քանի որ խոհանոցում ընդհանրապես տեղ չկա, այսքան շատ միսը շարել, տեղավորել ու գործ անել։ Դե գիտեք, որ եթե շատ միս ենք գնում, պետք է մի հատ տոպրակներից հանենք, տեսնենք ինչ ենք գնել, մի հատ էլ տանը ուսումնասիրենք, հասկանանք, որ կտորը ոնց ենք դնում, ինչպես ենք վարվում։ Սա մեծ ցելոֆան է, սիրելի հետևորդներ ջան, այն ճտիկավոր, երբ որ ինչ-որ մի իր ենք գնում, հետո շատ-շատերը սիրում են այսպես ճտճտացնել և ներվերը հանգստացնել։ Այսպես, ես երբեք այդպես չեմ վարվել, բայց պահել եմ։ Հիմա նորից վերցնում եմ, իջեցնում եմ այստեղ, չէ, այս կողմ, քանի որ ուզում եմ նաև սեղանը պտտել, մի քիչ եմ ձեզ մոտեցնել, օյ, այսպես, կարծում եմ մինչև նոր տարի կհասցնեմ ավարտին հասցնել ինչ անցքի վերանորոգումը, սիրելի հետևորդներ ջան, օպա, այսպես, 25 կիլոգրամ է իսկանը, սիրելի հետևորդներ ջան, և շատ իմ սրտով, հիմա սեղանն եմ ուզում պտտել, այսպես, Եվ արդեն այս ճճտիկավոր ցելոֆանը հրում եմ սեղանին, իսկը իր չափով է, բայց պտտեմ ես մյուս կողմի վրա, հա, ուռուցի կողմը այս կողմն է, ավելի շատ, հավասարեցնեմ, ընտիր, ու հիմա արդեն հերթականությունով մսերը հանեմ տոպրակներից ու տեսնենք որն ենք հանում ամենասկզբում, այո, այստեղ խոզի ազդրն է, սիրելի հետևորդներ ջան, ինչպես սիրում եք ասել, խոզի բուդը։ Մշակված, շատ մանրամասը, գեղեցիկ ձևով կտրված, ավելորդ տեղերը առանձնացրած, այո։ Ինչ վերաբերվում է իր
յուղայնությանը, յուղոտ մասերին, ասեմ, որ շատ ընտիր է, ասպես, տուպրակները մյուս կողմ, հետո կվերցնեմ դե, և ահա, սիրելի հետևորդներ ջան, ահա, սա է խոզի բուդը, ընտիր, ոչ շատ յուղոտ, ոչ էլ անյուղ, սա մեկ, հետո, հաջորդը թիակն է, ճրճխացնելով հանում ենք, սա էլ թիակը, սիրելի հետևորդներ ջան, որին էլ սիրում ենք ասել էրի, կարճ, որոշների համար անհասկանալի, թե ինչ է էրին, խոզի, թիակն է, սիրելիներս, սա երկու, բայց երևի այս կողմ վերեմ, հա, մյուս կողմում ինձ ավելի հարմարավետ է, այսպես, այս մասում ինձ ավելի հեշտ է աշխատել, վարպետը վաղը կգա, աշխատանքները վաղը կշարունակվի, ջան, շատ գոհ եմ ես իմ կատարած գնումից, նաև սիրելի հետևորդներ ջան, հիմա ինչ եմ ուզում ասել, որ այս միսը մեկ յուղից եմ գնել և մսագործը հատուկ սղոցներով էլեկտրական միսը կտրել է, սիրելի հետևորդներ ջան, այստեղ չալաղաճն է, խնդրեցի, որ ամբողջը հատիկ առ հատիկ չկտրի, այլ միայն, այսպես ոսկորի մասերը կտրի թողնի, հետո արդեն դանակով ինձ հեշտ կլինի շարունակությունը տալ, սա չալաղաճի մեկ կտոր, անցանք առաջ, այստեղ մատերն են, բայց չալաղաճը ինչու է այստեղ եկել, մի հատ տեսնենք, հասկանանք, այո, չալաղաճները այստեղ են, դե դեպքում մատերի տոպրակը մի կողմ նորից, սա չալաղաճի հաջորդ կտորն է, մի տեսեք ես ինձ սիրում, մի գծի վրա կտրված է, ես իհարկե շնորհակալություն եմ հայտնել մսագործին, վարդի թերթիկներ են, վարդի թերթիկներ, ապա մի տեսեք, ինչ հրաշալի խոզի չալաղաճ եմ գնել, չմոռանամ յուղայնությունը ցույց տալ, սիրելի հետևորդներ ջան, ահա, շատ յուղոտ միսն էլ պետք չէ, բայց առանց յուղի միսն էլ բանի պետք չէ, շատերը գիտեք, որ հատկապես խորովածին իր յուղն է համովացնում, այստեղ տեսնենք, որ կտորն է, այո, սա էլ շեյկան է խոզի, սիրելի հետևորդներ ջան, նորից շատ գեղեցիկ ձևով կտրված, ինչ շատ մեծ գործ է սպասվում, պիտի բոլորը սառնանում տեղավորեմ, սա արդեն ազդրի ներքևի մասն է, կտրել ենք առանձնացրել, սրան մենք ասում ենք բոշ, այսինքն թույլ տեղը, փափուկ տեղը, որից հիանալի տոլմայի ֆարշ է ստացվում, առայժմ այս կողմ, իհարկե սա նույնպես շատ գեղեցիկ ձևով, այդ էլեկտրական սղոցով կտրված,
շեյկայի մի մասն է, այո, այս կողմնորից տոպրակը մեզ խանգարում է այստեղ արդեն և անցնում ենք մատերին։ Գիտեք չէ, երբ որ ուտելիքին լավ տրամադրությունով ենք մոտենում, մեր դրական էներգիան փոխանցվում է տվյալ ուտելիքին։ Այո, նորից իմ խնդրած ձևով է կտրել, ոսկորների հատվածը կտրել է էլեկտրական սղոցով և էլի վարդի պես բացված են խոզի մատերը, այո։ Էլի առայժմ այս կողմ, հետո կփռեմ ու կհասկանամ։ Հաջորդ կտոր խոզի մատը, ահա, ընտիրություն, գեղեցկություն և հակառակ կողմը, գիտեք չէ, սիրելի հետևորդներ ջան, որ ուտելիքը նույնպես, երբ որ շատ տեսքից գրավիչ է լինում, ավելի ախորժաբեր է լինում և ավելի հավեսով ենք ճաշակում։ Իսկ այստեղ էլի մատերն են խոզի, բայց այստեղ առանձնացրել է ամբողջական, այդպես զրույցով տարբեր է, ինքնեք էլ տեսամ ձեռքի հետ մանրացնում եք։ Սա էլ արդեն այսպես կշարեմ, այստեղ գործս մի քիչ հեշտացել է։ Այսպես։ Հիանալի։ Օպա, ես որ մսից լավ եմ հասկանում, սիրելի հետևորդներ ջան, երկար տարիներ մենք շատ անասուններ ենք պահել ու մսի որակից, տեսքից, չեմ ուզում պարծենալ, բայց շատ լավ եմ հասկանում, մի հայացքից արդեն գիտեմ, թե որ կտորը ինչ է, այսպես, այստեղ սենյակը տաք է, սիրելի հետևորդներ ջան, և ձեր հետ զրուցելուց հետո այս ամենը պիտի տեղափոխեմ սառնարան, սառցեխցիկ։ Երբ որ տոներից մի քանի օր շուտ ենք հատկապես մսի գործը կարգավորում, այդ օրերին ավելի հեշտ ենք լինում, չէ՞։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, 10 մատով ես մսոտվել եմ, բացի այս ճկույթիկից, հիմա այդ ճկույթիկով քիչ թևերը բարձրացնում եմ, մյուս ճկույթիկով, միշտ այդ ճկույթիկները մի քիչ ազատ են մնում, մաքուր են մնում ու հավեսով այստեղ մի հատ ուզում եմ փռել։ Հասկանամ, թե որ կողմից եմ սկսելու։ Այս որ հատիկ-հատիկ առանձնացված է, սիրելի հետևորդներ ջան, սա բոլորը մի տոպրակի մեջ կտեղավորեմ, ու այդ ձևով ինչ շատ հեշտ կլինի։ Հիմա էլ այստեղ բոլորը ուզում եմ մի կողմի վրա դասավորել, աղ չեմ անելու, անալի եմ պահելու։ Մինչև որ այստեղ կդասավորեմ իրար վրա, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ բարեկամիս տուն էի հյուր գնացել և շատ ինձ լավ զգացի, լավ հյուրասիրություն ստացա, սիրվեցի, հարգվեցի, լավ ժամանակ անցկացրի իմ բարեկամիս տանը։ Այսպես, հավաքեցի շատ սիրուն ձևով մի կողմի վրա, իսկ թե ինչու եմ այս ամենը նշում, որ լավ հյուրասիրվել եմ, քանի որ հիմա սիրելի հետևորդներ ջան, երբ որ միսը գնում էի, հենց այդ պահին մտքիս մեջ մտածում էի, որ երբ որ կհասցնեմ տուն, մի հատ էլ իմ այրոգրիլում կխորովեմ, ձեր հետ միասին իհարկե, բայց քանի որ տեղը տեղին հարգվել եմ,
Եվ ուտելու պահանջ չունեմ այս պահին, անտեղի ձևական ձևով չեմ ուզում տանել, խորովել, ու այդպես կմնա, կսառի, չնայած սառած խորովածը նույնպես շատ համով է, բայց հո չկորանք, վաղը կխորովեմ, այսպես, հիանալի, իսկ հիմա այսպես խոզի մատերը հերթականությունով, ուզում եմ այստեղ շարել սիրում, շատ հավեսը ստացվեց է, ովքեր են սիրում ես նման մսի հետ խաղալ, ես որ սիրում եմ մսի հետ խաղալ, սիրելի հետևորդներ ջան, ինչպես որ ձևն է, դասավորություններ եմ ուզում տալ այստեղ իմ սրտով, սա տոլմայի համար, սա կբերենք այս անկյունը, քանի որ մի փոքր երկարությունով այստեղ էլ ունեմ տոլմայի համար, դե չնայած համ բդից կարող եմ տոլմայի միս վերցնել և թե թիակից։ Այս պահին իմ տաթևն է զանգահարում, սիրելի հետևորդներ ջան, և պետք է պարտադիր պատասխանեմ։ Մեկ րոպե կադրից դուրս գամ։ Սիրելի հետևորդներ ջան, տաթևիս հետ մի լավ զրուցեցի, մայր ու աղջիկ մի քիչ երկար զրուցեցինք և հիմա շարունակեմ իմ գնաց խոզի միսը, որ մեր գյուղում հատկապես սիրում ենք ասել խոզի կիսանը, սեղանի վրա սիրում դասավորեմ, որ հասկանամ ինչ եմ անում, այո, ընդհանրապես սիրելի հետևորդներ ջան, տոն օրերին հատկապես նոր տարում, նոր տարվա տոների օրերին հատկապես, այսպես ասեմ, մեր գյուղի ժողովուրդը համախմբվում է ու գիտեն, թե ով է խոզ պահում և այդ օրերին ումից պետք է միս գնեն, երբեմն երկու հոգով մի ամբողջ խոզն են վերցնում, կիսում են, կիսանը մեկին, կիսանը մեկին, երբեմն 4-5 հոգով, կիլոգրամներով, ով ինչքան կարողանում է, այդպես վերցնում է, ու հիմա ես էլ այդ կերպարվեցի, խոզի կիսան վերցրի, սիրելի հետևորդներ ջան, քանի որ մեզ առջևում անակնկալներ են սպասվում, առայժմ չեմ ասում, չեմ բարձրաձայնում, եկեք համբերատարը սպասենք հաջորդ վլոգին, որտեղ կնշեմ անակնկալները և իհարկե ոչ միայն մեկ անակնկալով, այլ անակնկալները շարունակվելու են այս օրերին, պատրաստ եղեք, դիտել Անուշկա վլոգ ալիքում, սիրելի հետևորդներ ջան։ Այսպես, շարում եմ չալաղաճները, հերթով, շարքով, կարգով, վարդի պես բացված, մի գծի վրա կտրված, երբ որ մենք լավ գնումներ ենք կատարում, սիրելի հետևորդներ ջան, հատկապես երբ որ խոսքը վերաբերվում է այսպիսի գործին, ընդհանրապես, դե գիտեք էլի, որ նման գործը մենք կանայքս հանձնում ենք տղամարդկանց, մեր ամուսիններին, տղաներին, եղբայրներին, հայրիկներին, կամ էլ ինչու՞ չէ, հորեղբոր տղային, հորեղբորը ու այդպես շարունակ, սիրելի հետևորդներ ջան, բայց երբ որ մենք կանայքս ենք այսպիսի գործը մեր ուսերի վրա վերցնում, մեզ ահա այսպես լավ ենք զգում, ուրախ ենք զգում, երջանիկ ենք զգում մեր կատարած այս տղամարդու գործից, սիրելի հետևորդներ ջան։ Այս պահին ձեզ եմ փոխանցում իմ պապայից հուշ մնացած այդ իմաստուն խոսքը, ես այդպես ասեմ, միշտ ինձ ասում էր աղջիկը տղա կլի ու երկու ձեռով այսպես մատերը սեղմած բռունցք էր անում ու այսպես ասում աղջիկը տղա կլինի, այսինքն աղջիկը ուժեղ կլինի, սիրելի հետևորդներ ջան, լինենք ուժեղ միշտ և միշտ, ամեն պարագայում մենք կանայքս, որ բնությունով, իծնե, շատ նուրբ ենք ստեղծվել, լինենք ուժեղ ամեն մի հարցում։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, այս մսերը իմ սրտով գեղեցիկ ձևով շարեցի այսպես վարպետի սեղանի վրա, մի քիչ ես կողմ քաշեմ, որ կադրում լավ երևա, այո,
Եվ արդեն կսկսեմ տեղավորել, բայց արդեն առանց այս համով տեսարանով կամաց ավարտեմ իմ այսօրվա վլոգը, բոլորիդ բարի դիտում եմ մաղթում, սիրելի հետևորդներ ջան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ գալիք նոր տարին, աշխարհին խաղաղություն լինի, սեր և երջանկություն լինի բոլորիս, Աստված պահապան լինի բոլորիս։ Իսկ հիմա գիտեք, որ սիրում եմ լավ վերջաբաններ թողնել իմ և ձեր համար, մոտեցրել եմ տեսախցիկը, այստեղ թիակն է, այստեղ բուդն է, այստեղ չալաղաջի մի կտորը, երկրորդ կտորը, այստեղ վզի մասն է, սա նույնպես, այստեղ մատերն են, ոչ ամբողջական կտրված, այո, երկրորդ կտորը, այստեղ մատերն են, ամբողջական կտրված, որ դասավորել եմ 3 շարքով, ասեք, որ լավ միս եմ գնել։